Շնորհակալություն Տիկին Ստեփանյան, հանձնաժողովը ստեղծված է, հանձնաժողովը աշխատում է, երեկել է աշխատել, այսօր է աշխատել, նախնական կարող եմ այս պահի իրավիճակը կարող եմ ներկայացնել, հիմնական վնասները 7-8 գյուղում են տեղի ունեցել, բայց ընդհանուր առմամբ մոտ 2 տասնյակ, ավելի քան 2 տասնյակ գյուղերում ինչ-որ չափով վնաս եղել է, երկու մասի բաժանենք աշխատանքները, Պտղի մասով ըստ էության մինչև 30% վնասվածություն ուրեմն ունենք միջին ասված, իսկ արդեն բանջարեղենային դեպքում 50-ից 60%, այսինքն այստեղ ավելի շատ է վնասը եղել եւ ընդ որում օրինակ պարտադիր չէ որ ուղիղ վնասները եղած լինեն հենց կարկուտից, ասենք օրինակ նույն ելակի դեպքում հիմնական վնասը եղել է կարկուտ գումարած հորդառատ անձրև, որի արդյունքում այսպես ասած ջուրը լցվել է այդ ամբողջ տարածքներում եւ վնասվել է այս պահին բերքի մի զգալի մասը նշեմ որ աշխատանքները բնականաբար շարունակվեն եւ վերջնական գնահատականի արդյունքում նոր կարող ենք եզրակացնել որտեղ ինչ է եղել իհարկե կրկնում եմ առանձին գյուղերում վնասվածությունը մի քիչ ավելի շատ է եղել 1-2 գյուղ ունենք որտեղ հատկապես ավելի մեծ վնասներ ունենք հակակարգտային կայանները աշխատել են ողջ ծավալով եւ ամբողջ գիշերվա ընթացքում եւ բնակիչների եւ մասնագետների տարածքային կառավարման ներկայացուցիչների բնութագրմամբ առանց այդ հակակարգտային կայանների աշխատանքի շատ բազմապատիկ ավելի շատ վնաս կլիներ եւ իրոք շատ խոշոր եւ այսպես ասած ազդեցիկ կարգտաբեր ամպեր են եղել եւ այդ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել ըստ էության ունենալ այն ինչ որ ունենք ինչ վերաբերվում է ինչպիսի հնարավոր աջակցություն կլինի գիտեք անցած տարի էլ կար շատ էլի մի շարք համայնքներում հատկապես Լոռու եւ Արմավիրի մարզում շատ մեծ վնասներ եղավ եւ այստեղ էլ հիմնական մեր բնակիչների մեր բնակության հիմնական խնդիրը վարկերի հետ կապված որոշակի աջակցություն հետաձգումներ այդտեղ նշեմ որ անցած տարվա դեպքում այս տարի էլ է ինձ գալիս է արդեն ազդակները որ հիմնականում մեր քաղաքացիները այդ հարցն են բարձրացնում որովհետեւ վարկեր են վերցրել եւ ակնկալում էին որ պետք է այդ բերքը վաճառային եւ այդ վարկերը ըստ էության դրանով պետք է փակեին անցած տարի բավականին արդյունավետ աշխատանք ենք ունեցել կենտրոնական բանկի եւ առևտրային բանկերի հետ եւ հնարավորինս այսպես կետ առ կետ աջակցությունները փորձել ենք կարգաբերենք գնայինք նաեւ այս դեպքում ինչ կարողանանք անենք մնացած հարցերը նորից եմ կրկնում միայն կարող են պատասխանել կոնկրետ այն դեպքում երբ որ վերջնական վնասը կլինի իսկ երկու օրում դա շատ դժվար է գնահատել բայց միևնույն ժամանակ մեր թիմերը մարզպետարանի համայնքապետարանի նախարարության եւ շատ լավ հիմա աշխատում են իրար հետ եւ իրավիճակին այս պահին ինձ օպերատիվ իրավիճակը անընդհատ զեկուցում են եւ այս պահին այդ տվյալները կարող էի հաղորդել ձեզ